Լեռնային Ղարաբաղի լուծարման ու հայության բռնի տեղահանության հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Այս մասին հայտարարել են արտաքին գործերի նախարարությունից։ Թվում է, թե ոչ մի արտառոց բան ագնահայտարարությունում չկա, ըստ էության դե ֆակտո արձանագրվել են այն իրողությունները, որոնք առկա են գետնի վրա, սակայն ընդդիմությունը կրկին առիթը բաց չթողնելով վերադարձել է հին ու բարի ավանդույթներին, իշխանություններին հիշեցնելով, որ վերջիններս դավաճան են եւ որ Արցախի հարցը բանակցային գործընթացից դուրս են թողել։ Հայկական ժամանակի հետ զրույցում քաղաքագետ Էդգար Առաքելյանն ասում է, Արցախի քաղաքական էլիտան եւ որոշ ներքաղաքական շրջանակներ Արցախահայության խնդիրը մշտապես օգտագործել են իրենց նեղ քաղաքական շահերի համար։ Հիմա էլ Հայաստանում որոշակի գործընթացներ գեներացնելու համար։ Առաքելյանի համոզմամբ ագնահայտարարությունը փաստի արձանագրումն է, քանզի արտաքին քաղաքական ճակատում մեր գործողությունները պետք է համապատասխանեն գետնի վրա առկա իրավիճակներին։ Այսինքն մենք պետք է ռացիոնալ գտնվենք, մենք պետք է հասկանանք, թե որքանով են մեր ցանկությունները եւ հնարավորությունները համապատասխանում եւ որքանով է մեր ցանկությունները համապատասխանում իրականությանը։ Իսկ իրականությունը հետեւյալն է, որ այո, այսօր որքան էլ Արցախի քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ այսպես բարձրաձայն հայտարարում են, որ Արցախահայության վերադարձի խնդիրը պետք է ներառվի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման այդ գործընթացում կամ փաթեթում, իրենք էլ հասկանում են, որ դա հնարավոր չի եւ փաստացի նման հայտարարություններով մանիպուլացնում են եւ մեծ առումով նաեւ այսպես ասենք օգտագործում են Արցախահայության այսպես էմոցիաները իրենց էլի կրկնեմ նեղ քաղաքական շահերը առաջ տանելու համար։ Քաղաքագետի խոսքով ակնհայտ է, որ այսօր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի հարցն ընդգրկելը հնարավոր չէ եւ ակնհայտ է, որ նման ֆորմատով Հայաստանը իզորու չէ այդ խնդիրը լուծել։ Միաժամանակ քաղաքագետը նկատում է, խնդիրը միգուցե հնարավոր լիներ լուծել, եթե ժամանակին այդ շրջանակները, որոնք հիմա մեծ աղմուկ են բարձրացնում, Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը չստորագրեին։ Ժամանակին լսեին տարբեր մարդկանց եւ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների հորդորները եւ չգնային բանակցելու են հարթակներում, որտեղ որ առաջարկվում էր Արցախի ըստ էության լուծարում, պաշտպանության բանակի լուծարում, որը իր հերթին ենթադրել էր, որ կբերեր Արցախի ազգաբնակության դուրս մղում Արցախից, ինչև տեղի ունեցավ։ Առաքելյանը վերահաստատում է Արցախի ներկայիս կարգավիճակի համար մեղավոր են այն մարդիկ, որոնք ստորագրեցին Արցախի լուծարման փաստաթուղթը դուրս մղելով այնտեղից Արցախահայությանը։ Երբ որ ասում ենք մեղադրում են Հայաստան կամ չգիտեմ ում մեղադրում բացի իրենցից, այստեղ նույնպես մանիպուլյացիաներ կան ու մեծ առումով նման պահանջները Արցախի ուրեմն այս պահի դրությամբ կամ կարճաժամկետ հեռանկարում Արցախահայության վերադարձի այդ հարցը ուրեմն մանիպուլյացիա է, կրկնեմ նեղ քաղաքական նպատակներ սպասարկելու համար եւ Արցախահայությանը այսօր այդ մարդիկ հերթական անգամ փորձում են շահարկել, շահագործել իրենց քաղաքական նպատակների համար։ Եթե հնարավոր էր Արցախահայությանը մնալ Արցախում, իրենք այդ ժամանակ Արցախի ղեկավար ուրեմն պոստերում էին եւ իրենք նախ եւ առաջ պետքա Արցախահայությանը պահեին Արցախում։ Ըստ Առաքելյանի օրվա անդիմությունը Արցախահայության վերադարձի հարցը փորձում է օգտագործել սեփական նեղ քաղաքական շահերի եւ Արցախահայությանը քաղաքական դիվիդենտի վերածելու համար։ Դա միշտ է այդպես եղել եւ այդ շրջանակները մշտապես փորձել եւ փորձելու են արցախցիներին դուրս բերել փողոց Հայաստանի դեմ կամ Հայաստանի իշխանությունների դեմ իրենց քաղաքական նպատակներին օգտագործելու համար եւ մենք այն հանրահավաքը ինչ տեղ ունեցավ Երևանում դա դրա վառ դրսևորումն է մի փոքր այլ դեմքերով չնայած այդ դեմքերը ուղիղ առնչություն ունեն Արցախի այն իշխանությունների հետ դրանք այդ նույն էլիտայի տարբեր թևերն են, որոնք տարիներ շարունակ եղել են Արցախի, Արցախահայության, այսպես ասենք, շահագործողները բոլոր առումներով, եւ այսօր էլ հերթական անգամ փորձում են խաղալ այդ էմոցիաների վրա եւ Արցախահայությանը կեղծ թեզերով հանել փողոց, լավ հասկանալով, որ այն ինչ որ իրանք պահանջում են, գոնե կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ։ Ակնհայտ է, որ կան ներքաղաքական գործընթացներ, ակնհայտ է, որ այդ շրջանակները մշտապես ցանկացել են Հայաստանում իրականացնել իշխանափոխություն կամ հեղաշրջում կամ բռնի իշխանափոխություն եւ իրենց դրա համար պետք է նաեւ որոշակի հանրային աջակցություն զանգված մարդիկ, որոնք դուրս կգան փողոց, մարդիկ, որոնք ավելի այսպես ծայրահեղ դիրքորոշումներ կունենան, իսկ Արցախահայությունը այդ առումով լավագույն սոցիալական խումբ է, հա, այսպես ձևակերպենք, որոնց վրա կարելի է ազդել նման ոչ ռացիոնալ հայտարարություններով կամ մոտեցումներով եւ նրանց այո մղել ծայրահեղ գործողություն։
Անդրադառնալով Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի հայտարարությանը, թե ԱԳՆ արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանական, ուրացող եւ ապազգային դժվար է, Արաքելյանն ասում է. Մենք այդ մասին բազմիցս խոսել ենք, Քոչարյանների ընտանիքի այսպես գործունեության մասին եւ կարծում եմ, որ Քոչարյանները այն մարդիկ չեն, ովքեր պետք է խոսեն դավաճանության եւ անուշադրության, երկիրը կործանելու, երկիրը թալանելու եւ նման խոսույթներ կարծում եմ Քոչարյանները այդ մարդիկ չեն, քանի որ եթե ուսումնասիրում ենք Քոչարյանների կառավարման ժամանակահատվածը, ապա այնտեղ համոզված եմ, այսպես ասենք, դավաճանության շատ դրսևորումներ կարող ենք տեսնել Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։ Քաղաքագետի համոզմամբ այս պահի դրությամբ Հայաստանը հնարավորություն չունի արցախահայության հարցը բարձրաձայնելու եւ լուծելու, սակայն դա չի նշանակում, որ արցախահայությունը իրավունքներ չունի։ Ըստ Արաքելյանի, արցախահայությունը պետք է պայքարի իր իրավունքների համար եւ պետք է ձևավորի այն սուբյեկտը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից այդ պահանջատիրությունը կունենա եւ կներկայացնի, իսկ Հայաստանը դրան տարբեր կերպ կաջակցի։ Քաղաքագետը նշում է, որ ոչ թե Հայաստանին շանտաժանելով է պետք նման հարցերի լուծմանը հասնել, այլ ռացիոնալ մոտեցմամբ, ինստիտուցիոնալ ճանապարհներով։